капот, BMW, компот. Дел не в проворот, не влюблюсь, можешь выпить свой приворот. В колонках тает мед, держись, держу угол на поворот. Центр, мама, сори, что не стал студентом. Акценты. Ողջույն բոլորիդ, դուք հիմա գտնվում եք WM Ալիքում, ձեզ հետ ինչպես միշտ ես եմ Վարդանը եւ այսօր ձեզ սպասվում է մի շատ հետաքրքիր ուժեղ վլոգ։ Ես ու Աշոտը ավտոներով փոխվել ենք, ինքը իմ CLS-ով է, ես ոնց տենում եք իր M850-ով եմ։ Այսօր վլոգում ինչ պետք է անենք, ուրեմն նախ ես նենց գառնի գնալու տենց հավես ունեի։ Ասի ինչու ոչ, վլոգ նկարենք։ Գառնի գնանք, իրիգունն է տիկոն է գալու, որ եշկեն աբզորանեն, որտեվ լիքը հետևորդներ գրել էին տիկոյի եշկեն աբզորանա, անեմ ինչ ա եղել։ Բայց մինչև տիկոյի եշկեն աբզորաները մի երկու բառ խոսանք M850-ի մասին, ես իր մասին վիդեո ունեցել եմ, ճիշտ է, բայց տենց կոնկրետ չենք ցույց տվել ինչը ոնց է։ Հենց որ մենք առաջարկում եմ ֆրանկ M850-ի կողով։ Այս սան տենց շատ ուշադրություն մի դարձրեք, էսի բանը մոյկեքից է փոքր պլյոնկեն, դա կդզենք էլի, զուտ ժամանակի հարց է, զուտ։ Ֆարերը ոնց տենում եք լազերնի օպտիկա է, այս կապույտ դերանքները, դա շատ թանկ հաճույք է ի դեպ։ Ավտոն 850-ն է։ Կապոտի տակ 4.4 տվին տուրբոն է, ճիշտ է, ինքը կոնկրետ N63 մոտորն է։ M-ի մոտորից է, բայց M-ի մոտորը չի, մի քիչ ուրիշ ձև է, մի քիչ անհաջող է ստացվել BMW-ի մոտ։ Նույն Mercedes-ի խնդիրներ ունի, պատրոպկա տարածել, տաքանալ, տուդիմ-սուդիմ։ Ինքը դաժե մի որ հանգցնեմ կտնեք, մի 5 րոպե ֆրոլ է վենտիլյատորը։ Այստեղ ժալյուզները արի ցույց տամ, ես մեծ սիմյորկա ունեի աբզորարած նախքին կանալումս, այս ժալյուզները փակվում է։ Որոսանով ասելուց վրա փակվավ։ Մենք էսի լուրջ եմ ասում, ինքիրան եղավ, մենք դες կնոպկա, մնոպկա չենք սխմել, չգիտեմ ինքիրան փակեց։ Ավտոն էլի սպիտակա, պրոստը մատավի սպիտակ ենք պլյոնկե, կապոտը պլյոնկած է, բայց ես ճիշտը որ ասեմ, օրինակ կհանեի ես կապոտը աշ։ Ես գիտեմ որ նայում ես աշ, դրա համար ասում եմ աշ, կհանեի։ Միջոգելով աշոտն է կաներ, պրոստը ժամանակի հարց է։ Արի հետևը ցույց տանք։ Հետևից շատ սիրուն է, ոնց որ սամալյոտ լինի։ Կարբոնից, իսկական կարբոն է իդեպ սպոյլերը, ինքը вообще կարբոն էդիշն է իմ 8-ը։ Բագաժնիկը էլեկտրոպրիվոդնի է, տուդիմ-սուդիմ։ Հետևից շատ սիրուն է, սամալյոտ է, ճիշտ է։ CLS չի դառնա լեգենդարնի, բայց էլի շատ սիրուն է իդեպ։ Քան եկել ենք հետև ասեմ, հետևի ակերը 223-ի պես պավարոտ ունի։ 4 քաշող է մեքենան, X-Drive-ը։ Լինում է ծրագրով անջտել, բայց մենք չենք անջտում, որտեվ էդի որ անջտենք դի դրիֆտ անենք, դրիֆտ անելը նախատեսված չի, էսի մաքուր M8 չի։ Մաքուր M8-ը նախատեսված է դրիֆտի, maar էսի որ անջտում ես, կանես մեկի հետևի գրանատ, բան թափի մոստ։ Տիտեն ստուդիմ սուդիմ։ Պանորամա, ու ես ասեմ M850-ները լինում են կամ պանորամա կամ կարբոնից կռիչ, ուրիշ տարբերակ չկա։ Դռները վակուումային են։ Հրես։ Մեքենան կարմիր սալոն, ինչ անենք, չանցնենք ներսից խոսանք, մտի։ Հա, անցնենք սալոնին։ Սալոնը ոնց տենում եք կարմիր ու սև է, вообще տես հազադեպ եմ տենում M800-ներ, որ սալոնը կարմիր չի լինում, սև է պրաստոյ։ Սպանարում եմ ցույցու, սև կրեշա, բայց ալկանտարա չի։ Ուրեմն ինչա, էլ ինչ արժացել։ Լինում է 850, 840, M8 competition։ 840-ները 3-նոց մոտորներն է B58, շատ որակով մոտորներ է իդեպ։ Ստեղ դասի վրա անհաջող մոտոր է, M8-ը շատ լավ մոտոր է էլի։ Ուշադրությունը մտ դարձրեք այս սկորուստին։ Նայեք ինչ սյունա բրիլյանտից։ Նայ մեջը 8 է գրած։ Այս 8-ը գիշերը կարմրում է։ Թե սպորտ գցելուց է կարմրում, չէ, գիշերն է կարմրում, որ ֆարերը ես միացնում, 8-ը կարմրում է։ Շատ սիրուն է ու շատ հարմար ասած, ворցավայր է, ճիշտ է, M8-ի վաղտ ինքը ուրիշ սկորուստ է, մի քիչ գեշ է ավելի քան էսի, բայց ես էսի ավելի շատ եմ սիրում իդեպ։ Դու ոնց հետ եկավ տեղը, էսի է շատ սիրուն, ասես բրիլյանտի քարերով։ Մենյուն ինչ ունի, մենյուն ստանդարտ BMW է, սենց։ Լավ, արի ժամանակ չկորցնենք, էլի որ ասեմ, ստեղ օրինակ Պոլնի սպիդոմետրը էլեկտրական է, անալոգովի չի էլի։ Ինչ ասեմ, քշելու վաղտ խոսանք, էլի համեթան գառնելի շատ եմ ուզում եմ գառնի, կարոտել եմ, գեղարդ եմ ուզում եմ։ Ջամփինգ խոսանք, զրուցենք, կպատմեմ ավտոյի մասին ամեն ինչ հետաքրքիր է։ Ինչ անենք, շարժվենք։ Շարժվենք։
Ձենը լավը։ Ձենը հավաքած է իմ ձեն հավաքողի մոտ, բայց ինքը էլի վերասարքավորում չի, դաժե գնաց է հատուկ զննում անց է թուղթ են տվել, որ դա վերասարքավորում չի համարվում։ Էլի իմի պես նես բաներ են արել, որ մի քիչ խրպոտությունը շատանա։ Ինքը ձենը չի բարձացել, այս պոպկորնը զավոդ է։ Պրոստը խրպոտուտ Mercedes-ի ձենի են նմանացել, մարդավարի ձենի են նմանացել։ Ես ասել եմ ու կասեմ, որ BMW-ն կյանքում չի կարա ձենով հասնի Mercedes-ին։ Դա ես հիմա ինչ պեդյատնյա կրակում հələ, պետք է նեյտրալ կրակենք։ Նայ։ Ուրեմն խոսանք ավտոյից։ Ավտոյի սալոնը չի կարա համեմատվի Ակուլայի հետ, բայց որակով կարա Mercedes-ի հետ ոտքցի BMW-ն։ Բասելը կոմֆորտ կսեմ, էլի կոմֆորտակ ձենը ցածրանում, խոսամ հետո սպորտի տակ կքշենք։ Նայեք, ես անցել եմ BMW-ի կողմ, այսինքն դա ոնց կարամ բացատրեմ։ Դե սա ասա գիտենք, մարդու տարիքի հետ իր ճաշակը փոխվում է, կարծիքը փոխվում է։ Ես գիտեք ոնց, օրինակ Ակուլան իմ երազանքների ավտոն էր։ Ես որ նստա տենց ջոգեցի, որտեղ տենց վաու, ինքը տենց ես իմի շի օրինակ։ Սորական ավտո է։ Ես դաժե չիմանայք, որ դա C կատեգորիայից է, C կլասից է, անորակություն ունի։ Չեք պատկերացնի։ BMW-ն, նայեք, ես չեմ ասում BMW-ն չի փչանում, ով ասում BMW-ն էլ է փչանում, Խադավոն ավելի շուտ է թափում, բան չունեմ ասելու։ BMW-ն միշտ է փչացել է, այն վաղտ ավելի ահավոր էր։ Պրոստը Mercedes-ն է եկի հավասարվել BMW-ին։ Դարելա ժեղ, հասկանում եք։ Ճիշտ այս Mercedes ու BMW-ն շատ սիրում են։ Դու հասկանաս էլի ավտոից ինչ ես ուզում։ Ես օրինակ կոնկրետ ասում եմ ինձ ավտո, ես ուժը պատկերացնում եմ Mercedes կամ BMW, որտեվ նու Lexus կյանքում օրինակ ինչ չեմ պատկերացնի Lexus քշելուց, հասկանում եք։ Պերյատնի է փռշտում։ Նու էսը գցենք սպորտ вообще պերյատնի կլինի։ Ես հիմա չեմ ուզում Պոլնի սխմեմ, որտեվ մատորն նոր ենք հավաքի, գիտեք։ Գիլզովկա է անցե, Աշոտես ավտի վրա ամեն ինչ փոխել է։ Գիլզովկա անցե պետք չէ լի մատորը շատ բարձր ապարոտ անենք։ Պերյատնի ձենը։ Համը Աշոտի խոսքին դե որ շատ ժարիտ չեմ անելու, ես իմ խոսքի տերն եմ, իմ ավտոն չի, չենք քշելու նենց ոնց որ պետք է, ոնց որ իմ ավտոն ենք քշում։ Նու չես կարա բոկը մեսի քշես, էսի մենակ շաշկի կարաս, հենց դա 4 քաշողա ու շատ իդեալական управляемость ունի։ Հանդը ռուսերենից մի կարողում եմ։ Պրոյեկցիա ունի, սա թազա բաներ ունի, որ դնես գիծը պահի, տորմուստը, ավտոպարկինգ, սաղ ունի։ 360 կամերա էլ ունի, շատ հետաքրքիր, սպասի ստեկային եմ ցույց տամ, այդտենց հետաքրքիր է, որ հիմա չեմ հալարում, ստեկային եմ ցույց եմ տալի։ Նայ, ստեկայինած վախտա էլի միանում։ Ինքը ոնց է աշխատում, նայեք։ Խնդրում եմ ստե մի հատ ուշադրություններ 3D изображение։ Նայեք, ոնց է թեքվում, մատերից դիրքը մթանի, նայ։ Նայեք, էկրանին չեն կպնում, նայեք, այսպես թեքում ենք ջոգիր։ Շատ հարմար է, շատ։ Ու իր էսի շատ լավ է աշխատում։ Պասի ստեյց ոնց են հելնում, մթելնում։ Էսի իրանը շատ լավ աշխատում։ Սենց ոսկի։ Ժեստերը շատ ուժեղ է, բան չունեմ ասելու։ Ինչ էի ասում, հա, BMW-ն որ ասում էի հեշտ չի պահվում, էլի հեշտ չի պահվում, բայց BMW-ն գոնե էժան է Mercedes-ից։ Իր զապչածը Mercedes-ի կեսգին է, ինքը իրավունք ունի փչանալու։ Բայց Mercedes-ի անունը հելած է, որ ինքը ոնց որ կարքին ավտո է, ինքը պրեստիժ է համարվում, ինքը BMW-ից բարձր է գլխով։ Չի կարա ինչի ասենք դիշով կուսունանում, ես չեմ հասկանում։ Իր սալոնում դիշովի պլաստիկ, այնտեղ կարերը շատ վատ կարած, sense իրար վրա հելած, ոնց որ մեր կողի գարաժում կարած լինեն, ասենք вообще չէ էլի, որ BMW-ի էլեկտրոնիկան տենց չի փչանում, ոնց որ Mercedes-ին է, չգիտեմ, կարող է Mercedes-ի էլեկտրոնիկան շատ է դրա համար այդպես բարախլի տանում, չեմ կարա ասեմ, բայց BMW-ն չունի տենց էլեկտրոնիկայի հետ խնդիր, BMW-ի մատորները ավելի որակով են, մեկը հենց Mercedes-ն է ջոգետի ու BMW-ից է առնում մատոր ջոգում եք, Լիսիում ճամփա ենք երել է։ Ես մի հատ է վլոգ ունեմ ստե անենք նկարած, բաններ, զապի հետ որ գելիք ենք քշում։ Արպես կարոտել եմ գառնի մեկ եւ անցած տարի եմ եղել։ Վախ, ինչ կայֆ փռշտաց։ Լսվում է տենաս միկրոֆոնի մեջ։ Ճարագա փոխում արա BMW է, BMW։ Ժեստերն է, հասկացանք ժեստ չեմ անում։ Օրես hard energy-ս կլասիկ համը ոնց եմ սիրում։ Մնացածներն են լավը։ Դե քանի 5 համ կա, չէ։ Այս կլասիկն է, առանց շաքարի, այնտեղ հատապտղային, մանգո մարագուա,
Խաղող bubble, հա, բայց ամենասիրածը էսի է։ Մեկի ասեմ ժողովուրդ ջան, որ ցանկացած էներգետիկ պետքա միայն խմեն 18 տարի լրացած անձիկ։ Դի լավ իշ է։ Շատ համով այս եղը։ Չես ուզում դու է։ Երբ ձեն հանի քաշվել։ Իդեպ այսօրվա իմ օպերատորը մի քիչ քաշվող է, չի խոսում, մշտականի պես չի։ Վեկա լրա հատապատղային համն է բայել է կոմար։ Արես փրշտոցը շատ եմ սիրում ես։ Փոխելը իմ ավտոն է մեկ-մեկ այնց լավ է փոխում, որ գնա գալիս եմ։ Դու գիտեիր, որ օրինակ Hard Energy որ առնում ես, պիտակի տակի կոդը գրում ես Telegram bot-ում, ավտոմատ դառնում ես մասնակից խաղարկությանը դեպի Եգիպտոս 5 աստղանի հյուրանոցին։ 10 փաթեթի։ Գիտեիր։ Բայն ասում եմ իմացի։ Գիտեմ մեխանիկայի տակը հա այս ինչ է սա, հա։ Սկորոստին եմ փոխում։ Ընկերներ ջան, երևի արդեն տեղյակ եք, որ ես խաղում եմ Hustle Online, նույն ինքը Radmir RP։ Սա անվճար on-line խաղ է եւ հեռախոսների եւ համակարգիչների համար։ Այս խաղում դու կարող ես լինել բժիշկ, փրկարար, ոստիկան կամ հակառակը, հանցագործ կամ ինչ-որ մաֆիոզ։ Խաղում կա ավելի քան 500 մեքենայի մոդելներ, որոնք կարող ես տյունինգ անել եւ մասնակցել մրցաշարերի։ Կամ ընկերներիդ հետ կարող ես միավորվել, կազմավորումներ ստեղծել, որպեսզի պաշտպանեք ձեր թաղամասերը։ Ես խաղի ստեղծողներից ուզեցի իմ սեփական պրոմո կոդը WM Channel, որը գրելուց հետո դուք կստանաք բոնուս խաղային արժույթի տեսքով, ավտոմեքենա եւ Gold VIP 3 օրվա համար։ Ես ինքս խաղում եմ 9-րդ սերվերում եւ խորհուրդ եմ տալիս սկսնակներին սկսեն 9-րդ սերվերից։ Եվ եկեք հիշենք, Hustle Online-ը հեռախոսների համար է, իսկ Radmir RP-ն համակարգչի։ Այնպես որ մուտք գործեք խաղ, գրեք իմ պրոմո կոդը WM Channel եւ միացեք ինձ, որպեսզի իրար հետ խաղանք։ Բոլոր հղումները նկարագրության մեջ են։ Բայց էշի պես բենզին ա խմում, օրինակ ես ու Աշոտը սրա ռասխոդը հանում ենք մինչև 40 լիտր։ Օր Աշոտի պես քշող չկա։ Իմ արև քանի հիշել եմ պետք է ասեմ։ Արա իմ արև թե իրապես քշող կա։ Ես Աշոտ գիտեմ որ նայում ես, Աշոտ տղավարի ասում եմ, ես շատ եմ սիրում քո քշելը, այն որ անկեղծ Աշոտը շատ ուժեղ է զգում իր ավտոն, շատ։ Արասենք, արան հենց արանքներով է մտնում, տղավարի բան եմ ասում, թե ոնց կասես Lenubol M8-ը մտցնես այդ արանքի մեջ։ Ես զարմանում եմ պրոստապե, ոնց է կարում։ Արա Էյնշտեյնը մեր դարդից մեռավ, Աշոտը այնքան հենց արանք մտավ, չկարացա ֆիզիկապես ապացուցի ֆիզիկայորեն, օրինով էլ պրոցիվ գալի հորը սարև։ CLS-ի վարորդ թազա, ինչ ասեմ։ Նախ որ գնաց է թազա CLS առը, ուժը ջոգեցի, որ քշելու հետ կապ չունի այդ աղբերը։ Զուտը առելա, որ ասեն, բանա, թազա Mercedes-ա քշում, պոնտ։ Թազա CLS մեռնեմ չեմ առնի, 3-նոց մատոր, տուֆտա ավտո է։ Ինչ էի ասում։ Հա, ասում Էյնշտեյնը Աշի դարդից մեռավ, արա Աշն հենց արանքներ էր մտնում այս Lenubol ավտով, ասում եմ ֆիզիկապես չէր կարող ապացուցել այդ մարդը։ Մեռավ արա ստիփած, ասես մեռնեմ ավելի խիրարա։ Արասես նայում ես պուջուր ծակա մեկ է Աշնա ինչ որ մտնեմ վռասը, ասես տիպ շատ արագ է կողմնորոշում Աշը, իմ համար շատ ուժեղ շոֆեր է Աշը։ Անկես խոսքեր չկան։ Բայց ժողովուրդ ջան, ինչքան է ասենք, մեկը ամենալավ շոֆերը այն մարդն է, ով կարող է իրան տիրապետի ու հանգիստ քշի։ Ճիշտ է դա, հավատացեք լուրջ եմ ասում։ Ես սպասում եմ այն օրվան, երբ պետք է դառնամ տենց լավ քշող, որ հանգիստ քշենք արդեն այդ ձև գազավատներ չանենք, դա լավ չի իրականում։ Ուղենք եթում։ Բայց գիտեք, չէ ժողովուրդ ջան, օրինակ ես տենց 12 տարեկանից աշխատել եմ вообще։ Ես դուրս չեմ իջե բալեբոլ չեմ խաղացել, չգիտեմ այդ ինչա։ Ես 12 տարեկանից օգնել եմ հորս, աշխատել ենք, որ գոնե կարողանանք տենց մի հատ 221 առնենք։ Ու դա առանք ինձ։ Մի հատ է գործի տակ ավտո ունենք, դե պապանդրանով է թում գործի գալի։ 221 առանք տուններ, տենց ինձ ոնց որ ինձնով արի այդ ավտոն էլի։ Ես вообще եմ վախտ, դե 13-14 տարեկանում ես ասենք զարմանում եմ այն մարդկանց վրա, որ вообще M8 տեսել են, որ даже տեսել են։ Ես ասենք կյանքում չէի կարող մտածել, որ գզետը մի 3-4-5 տարի հետո ես կարող եմ даже CLS ունենամ, կամ սենց ավտո քշեմ ամեն օր, կամ ինչ-որ range։ Ասածս ինչա, ժողովուրդ ջան, вообще ինձ երեխեք են նայում, գիտեմ, երեխեք ջան, ձեզ էլ եմ հիմա, ինչ ասում դուք էլ լսեք։ Դաս արեք։ Մի ասեք ինձ կյանքում պետք չի գալու մաթեմատիկա, սինուս, կոսինուս պետք է գալու։ Ոչ թե պետք է գալու կյանքում, այլ դե հասկացանք այ դիշով կա։ Ձեռներով խոսում ես ոչխարը իրենք իրան վիվդներ անում։ Հա, ինչ է ասում։ Ոչ թե ձեզ պետք է գալու հենց այդ սինուս կոսինուսը, այլ ձեր ուղեղը որ մարզվում է, կյանքի լյուբոյ պարագայում ավելի հեշտ եք վերլուծելու։
Այսինքն ոնց ճիշտ ավելի բացատրեմ։ Լյուբոյ պարագայում, ասենք դարակ մոնտաժոր արդեն ձեր ուղեղը մարզված է լինելու։ Դուք այդքան բանաձև որ սովորել եք, վերլուծություններ եք արել, ձեր ուղեղը ավելի արագ է աշխատելու։ Ձեզ պետք է գալու կյանքում, այս մաթեմատիկա առարկան սովորեք։ Կրթված լինելը շատ լավ բան է։ Ես օրինակ հիմա բլոգեր եմ, ինձ вообще պետք չէ սովորել, բայց ես էլի սովորում եմ։ Ես ջոգում եմ, որ ինձի պետք է 21-րդ դարում դեբիլ մարդը ոչ մեկի պետք չի։ Ես ուսենց մեծ բան էլ ասեմ, հիմա պարզ լոգիկայով աղջիկ ես հավանեմ մոտիկացար, քո ուղեղի վերլուծությունը արագ եղավ, ինքը մի հատ բառ ասեց, դու ուժը գջոգես այդ բառը, ինքը խի ասեց, ինչ մտածեց որ ասի, դու իրենից ավելի արագ կմտածես, լավ չի։ Քո խոդերը որ կանաս անես, այլ որ լուրջ եմ ասում, երեխեք ջան, լավ սովորեք, դա իրոքից պետք է գալու, տես մի ուրիշներին լսեք կողից, որ տես TikTok-ում վիդեո են գցում, այլ դիպլոմ չունեմ, բայց ավտո ունեմ, դու դեբիլ ես, պայամ, ես դեբիլ ես։ Անկիրթ մարդը ամոթ է, լուրջ եմ ասում, ամոթ է։ Ես մաթեմ շատ եմ սիրել։ Ես սաղ բանաձևերը կային անգիր ասել եմ։ Դες մի նայեք կողից, դες մի քիչ գազավատ ենք անում բան, դες բան չկա։ На парте на белые шмотки. В центре Москвы зашатались высотки. После релиза скупают колонки. На нашем баре закончились лонги. Ночь ускользает, а ты и не знала, что 24 часа их так мало. Да я не счастливчик, что-то проспал. Ох, как твои годы я вкалывал, как последний. Каждый концерт и как будто бессмертный. Какие проходки, какие билеты. Кому нафиг важно, во что я одет. Мой стрит кредабилити как ДНК. Взлетели, прыгали до потолка. Да мы сделали первый, теперь хотим два. Все как аперитив, это магия, магия. Спасибо. Как ваши руки взлетают наверх чертов. От этих басов волосы встают дымом. Я потерялся в клубах дыма. Եկանք հասանք Գառնի այսի Գեղարդն է, չէ՞։ Ամենակ պատմություն չեմ սովորել, լավ է, դա չեմ սիրում պատմությունը։ Մնացած առականները սովորեք անգլերեն, մաթեմ, հայոց լեզու։ Ստի մորդ ենք կայնում, թե ուր ուզենք։ Եկանք հասանք, ելնենք մեծ ավանդական գաթը առնենք ուտենք, ֆրանկ, եկեղեցու մոտերքը ու գանք եթանք։ Եթանք տիկոյի մոտ։ Հելանք։ Չէ, նայ, քարը գցում եմ, եթե ընկավ, Էմին գեֆինս ունենք վեկալում եմ, որ են կապույտ գույնի բան են, ասկոյից ունենգով։ Էդի որ ծակը պիքցեմ, կողմ կշ ավելի վեյվը գցեմ եմ ու թլնի։ Էմի, թու մաշոգը գույն լնի, կապույտ չիլնում։ Ժողս, ես իմ ամենասիրած գաթան է։ Ատել է նայ զովը չեմ գնեմ։ Իդեպ էլ հետևը ցույց չեմ մի զիբիլանոցը, բայց բանը, սիելեսի պես հետևը կպած է, նո երկու տեղ է, էլի։ Լավա փորոշտո, հայվանը։ Աշա սիելեսս վեկալ է եկել է գարի, նոր պապուտի տեսանք, ասի սպասի ֆրանգանք։ Մի սիուն որցալ հետևը նկարի մաշնես ինչ-որ կյանք է Վռամըտ նկար եմ մեշկտ Երկուսն է քո բիվշիներն է էլի Ներկա է դեր Հաջող արի սիրուս Արդե աշոտի մոտ այլ ճիշտ է կավա տանջի աշոտ շատ ավտո տանջով է Ես դե ոչիչ Ինտերն է երետ կավա մենակ մնան, հասկանան Վաբշե ժողորդ ջան, ես են վաղտ ավելի ապասնի կշող է ճիշտը որ ասեմ Պրոս ես ամարն ես բաներ եղել, որ եսա պատնեմ խնդալուս կմերնեք Ես են 850 որ առավ աշոտը Առնելու հաջորդ օրը եսի խպեցի Այդ խպելուց 24 ժամ չլրացավ, աշոտի մետ չիտվորկա ուներ գրան կուպե, էդ է խպեցի Արա դիդրապես բոս չկար, առաջ անգամ էի ավտո խփե ու առաջ անգամ խփում ես աշի առած M850-ը թափթազ, ասենք դրի մետ զգացեք, որ այդ ինչ շաշկի անում, մտա ավտոբուսի գից գնում էի մի 140, մետ աղջիկ առանց հայնայելու աշ մտավ, դե բորձուրա կամ այդ աղջիկը հորս սարավ Տորմուզները չեր պահում, սկսավ հետևը շպրտել, հետևով քսել եմ ուրիշ ավտոյի Այդ իլը բան չի եղել, պլյոնկին էր թեթև մաշվը թողել ենք, էդի տոշնի է
Այս շթով կպա բորձուրին բանտաժները խազեցի տարեսախ սարքել ենք, հայլով չրփեցի այդ աղջկան, ոբշեմ բայց ճիշտ ասած էդի կյանքից մեջ առաջի ավայրանն էր, ես մտածեցի ասա հելնեմ, սա ավտոյի դեմը չկա, ֆարն դե լազերնի ֆարերը, բան ասենք $10,000-նոց, մտածեցի վсё գնում եմ։ Արա հաջորդ օրը տեղ դետամ ասա մաշտուշի թվարկով էթա, մենի սիլես այդ վաղ մոտոս չէր, գործեր կային վրան։ Ասա ծապե կավատ էլի երեքվապես խփեց, ասա արաջան կավատ ջոգրես ամեն օր ավտո եմ խփում։ Ու հետ էլ խփեցի, ու հետ էլ բանը հայելի չէի նայեմ մտքերով էս, աշմտա մեկը եկա ֆուշը։ Դրա համար պետք դրանից ագին ես վախցա, սկսա ավելի հանգիստ քշել։ Դուք եմախտից չեք պատկերացրել ոնց է քշում, ինչ էշությունների անունից արանքների եմ մտնում։ Դե աշոտ չէ, չեմ է դառնա, ոչ է ռոլան։ Приятно, չէ՞։ Գնգմփում։ Այսօր չթողին մտնենք սիմֆոնիա։ Ոբշի ճիշտ է լավ արին։ Օրինակ ես որ իմ կարծիքով CLS-ով կամ Sun-ով մտնեմ, չեմ դիմանալու գցել եմ սպորտ բռնեմ, սա քարերը թափվի, մեռնենք հավայի։ Հիմա եթանք բանը, տիկոյի մոտ ավել լավ է։ Իրա եշկեն արդեն սուստան։ Ինչեւ եթանք արդեն մոտը կգնի, գորնը բրծած կլինի։ Գնացինք։ Այդ մենք տիկոյի եշկի մոտ։ Ինչպես արիմ ավելի կայֆա կրակը վապ է։ Ինչ համով է, ինչ։ Շատ լավ փռշտաց, եմ փռշտաց պրյամու։ Ուրեմն վերջապես եկանք մեր տիկոյի եշկի մոտ։ Սաղըտ գրում էիք, տիկոյի եշկեն աբզոր արա, ինստայում հարց էի դնում, պատասխանում էիք եշկեն, ասենք գրում էի BMW թե տիկոյի եշկեն, ըհը, ձեզ տիկոյի եշկեն։ Մի կարբոնի աշխարհ, այդքան է ճիշտ։ А мы продолжаем наш эфир. Ветер дорог заметает след. В темном туннеле я вижу свет. Долгий путь, краткий миг, один шанс на двоих. Как тишина оглушить. E300-ն է, հիմա չգիտեմ ձենս կարող լավ չլսես, դե երաժշտություն եմ ասած պարկովկով։ E300 2.9 turbo 2017 թիվ եշկա է։ AMG-ից տարբերվում է, որ կապոտը սենց է գալի, շիտնա ուրիշ։ Օրինակ AMG կապոտը գեշ է, տիկոն մենակ հենց դրա համար CLS առավ, ոչ թե E63։ Նույն CLS 63-ը տիկոին է, գիտեք, որ աբզոր եմ արել, մտեք նայեք։ E63-ի կապոտը գեշ է, սենց գալիս է, այսպես թեքվում է, կլորոտ է։ Սենց ավելի ворցավար է իմ կարծիքով։ Ինչ անենք, նստի սալոնը ցույց տանք ֆրանկ։ Սրա սալոնը շատ մի ուրիշ աշխարհ է։ Հələ մատ ստենա եկել, ասենք, հələ զգացեք էս լուսային էֆեկտները, լպասի լույսը անջատեմ մտ պոլնի նկարիլը։ Հələ դու դաժե պերվի լիցո։ Տիկո այս սալոնի վրա ինչքան փող ես դրել, ասա։ Հարմար։ Հարմարը որն է թվով ասա։ 2 միլիոնի կարգի, չէ, ինչքան գիտեմ։ Միլիոն ու կես դրել ես։ Մի քիչ ավել։ Մենակ ռուլը ինչ արժեր։ 450,000 դրամ։ Մենակ ռուլը 450,000 դրամ, բայց դա ոնց որ էժանով է, չէ՞ ճարը դա իր գինը ավելի թանկ, իր գինը ինչքան մի 600,000-ի մեջ է տատանվում։ Ինքը օրիգինալ կարբոն է, ինքը զգացվում է, էլի որ իսկական կարբոն է, սա սալոնը կարբոն է ավկած։ Այս ավտոն էլի աշինն է եղել, աշի բիվշին է։ Մեր տիկոն առե, այո շատ վատ եշկա էր, որովհետև ստե խոսքի սպիդոմետրը անալոգով էր, սլակներով էր։ Ինքը դրել է սենց է սարքես, դե եւ63-ի մենյու է գցեմ մեջ, էսը ցույց տամ սա։ Դե նեոնի գույներն էլ է փոխվում, ասենք կանանք իմ շորերին համահունչ դնենք, սա սպասեք։ Նայ եւ 63-ի նկարա։ Դե զավոդ է եղել, էդի չէ։ Այս ռեմենի ճոտիկ չունես։ Բայ ջան։ Բայց տիկոն շատ հանգիստ շոֆեր է, էլի զգացվավ չէ ինչ որ։ Кайфот գրկում այս Mercedes-ինը։ Установка освещения. Спасибо. Комфортная подсветка. Цвет. Ми կարշնվին ուր է հեն։
Ասի լույսը անջատենք։ Չէ, պրոստը հետաքրքիր, ասենք մայքից գույնի հետ կարամ բռնցնեմ։ Սենց։ Ռազվալ ունես տիկը։ Օրինակ նայեք, ինչ եմ ասում, այս դինամիկները փոխած, ասես սաղ փոխած, այս սրանք էլա փոխած, այս սրանք է, զավոդ սենց չի գալի, զավոդ ուրիշ ձև է գալի, զավոդ պռաստո է գեշ է գալի, այս կլասին էլ է գեշ գալի, չգիտեմ խի։ Հետևն էլ է, սաղ սիրուն սալոնը սարքել է, հետևն էլ է նեոններ քաշը տիկոն։ Արա զավոդից հենց հանես։ Ուղղակի կոմպլեկտացիա պետք է ավելի գումար տաս։ Չէ, կյանքում դիֆլեկտորը սենց չի գալի, որովհետև հիմա ինքը զավոդով նախատեսված չի, ստե ապակի մեջ երևում է։ Ակուլայինը չէր երևում։ Ինքը իր պարբիսի թեկությունը, այսրա թեկությունը հենց էր արած, որ պարբիսին աշկը չխանգարի ջոգիր։ Չեն գծել էլի։ Բա, գիտես չի աստնեի ուժեղան նեոնը գալի դռան վրա, ստե պայտակ թուլնում է, անդելի ուժեղանում է։ Էդ էլ որ աշկի չխանգարի ապետի, սաղեն տենց է, իմ 221-ն էլ է տենց, CLS-ն էլ է տենց։ Դե ինչ, ամենասիրուն սալոն ունեցող Եշկով իջնում ենք քաղաք։ Ստեղ քանից է տիկ։ 240, 240 turbo մոտորը, ոչ stage արած, ոչ բան արած չէ, ստոկ վիճակ է այս ավտոն։ Հա ռազգոնը միած ստուգենք ու վсё, քանի ազատ է ճամփեն։ Դու կամերա չի։ Ո՞նց է որ նարեկի ախպերն է, CLS-ն է որ ավզոր էին գանում, կամ ասկի կամ։ Ապա դե թմա էլի։ Ժողովուրդ ջան, դե ինչ ասեմ այս երգի մասին, ինքը համարվում է ապե, ոնց որ ընտանեկան ավտո։ Հա, էլի ռազգոնը քաղաքում հերիք ցնում է, 200 մատորի համար լավ է, օրինակ, այնտեղ էլ ինչ կարամ ասեմ, ռասխոդը քիչ է, ասենք հեշտ է պավում, տենց շատ կապրիզնի չի, էլի CLS չի, 850 չի ձեր համար։ Կլասիկ սիրուն ժամ, շատ սիրուն սալոն, ասենք արժեր sense մատ երկրորդ ավտոն, լիժբը ես կուզեի, CLS-ը sense պահեի վլոգների, կայֆը sense տա գիշերը հելնեի, sense քշեի, sense ով կա քաղաք քշողին ասած փռշտացնեի բան, բայց ասենք օրինակ եթե խոսքը գնում է հանգիստ ամեն օրվա ավտոին, էսի ավելի ճիշտ է։ Կոմֆորտը սրա բանը, ասենք որ ջեբին չի կպնում այդքան, թե չիմ CLS-ը ապե օրը 10000-ից 20000 բենզին է խմում։ Հասկանում եք, ինքը տենց կապրիզնի չի, ինքը շատ կոմֆորտ է, ինքը էլի դրսից է սավրիմենի տեսք ունի ինքը, ոնց ասեմ, շատ լավ ավտո է, էլի ինքը շատ լավ ավտո է։ Հաստատ գոնկեքի բանի համար չի, բայց դրանից չի տուֆտա ավտո է։ Իր ուպրավենյանն է շատ լավն է, ասենք, չգիտեմ։ Նու ճիշտ է, դե ամեն 210 չի, որ ասենք սալոն ունի։ Տիկ, իդեպ քեզ մենակ մեծ աստղային պատալոգն է պակասում ու վсё։ Ոտնաշ ճոխը որ սարքես ոբշե։ Բոմ կլինի։ Դու գիտես, հիմա տիկոն օրինակ կամուկացի մեջ է։ Չեմ անի ախպեր։ Դե մի ուզում էր որ CLS-ը առավ, ես ուզում էր ծախեր, հետո ասեց որ չէ։ Չէ, դե չի լինի ամենը քշերը։ Հա, այնի պահես հենց հավեսը տա այդ վաղ գազավատ անես։ Հա, 100% էսի ամեն օրվա ավտո։ Ես լուրջ կուզեի, ասենք, պատկերացա տես։ Չէ, իրա, չեք։ Քաղաք ֆռնում ես սիրուն, բան չէ, իրոքից ապե ինքը սիրված կուզով է 210-ից ավելի շատ եմ սիրում, քան օրինակ սրա ռեստայլինգը։ Իմ համար սրա ռեստայլինգը ավելի գեշ է։ Այս պրիբորնի պանելը օրինակ բեր ցույց տանք, ոնց է իր սիրունի դիր։ Այս ոնց են փոխում տիկը, որ sense սիրուն են իր բաները։ Էլի տար միջև վերջ։ Կանոջա։ Ալո։ Ահա, մի քանի դիզայն ունի։ Sense ավելի դժում։ Թե ինչ ժողովուրդ ջան, այսօր այսքանը իմ կարծիքով այսօրվա մեր վլոգը արժանի է լայքի։ Ով որ պատպիսկա չի, պարտադիր պատպիսկա եք լինում, դնում եք լայք, կոմենտներում գրում եք ինչ ավտո կուզեիք, օրինակ որ ես обзор անեմ, վլոգներում ցույց տամ կամ անպայման պատպիսկա եք իմ TikTok-ին ու Instagram-ին մանավանդ, որ բոլոր նորություններից նախորդ տեղյակ լինեք։ Դե ինչ, դες հետ էր Վարդանը, մինչ հանդիպում։